Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Ուրեմն այսօր սիրելի հետևորդներ, շատ մի տարածված ու կարևոր դեղամիջոցի մասին եմ ուզում տեսանյութ նկարահանել։ Խոսքը գրամիձինի մասին է, սիրելի հետևորդներ։ Գրամիձինը դուք չեք պատկերացնի ուղղակի ինչ վաճառք ունի դեղատներում աշնան, գարնան ու ձմռան ամիսներին, երբ տարածվում է սուր շնչառական վիրուս, վերի շնչառական ուղիների բորբոքում, կոկորդի ցավ, ջերմություն։ Նման սիմպտոմների ժամանակ գրամիձինը որպես կոկորդի պաստեղ, ենթալեզվային դեղահապ, երևի թե առաջին հորիզոնականն է զբաղեցնում վաճառքի առումով, հատկապես բոլորիդ հայտնի, ինչպես մեր ժողովուրդն է սիրում ասել, կարմիր շարֆով դեղահաբը։ Եվ այսպես, սիրելի հետևորդներ, գրամիձինի մասին է մեր այսօրվա տեսանյութը, ուշադիր լսեք, որովհետև ձեզ տալու եմ շատ կարևոր ինֆորմացիա, որի մասին ինձ շատ են հարցնում եւ ոչ միայն ինձ, ցանկացած դեղատուն մտնելիս էլ այդ հարցը ուրեմն հաճախորդները ուղում են։ Ուղղակի որոշ տեղերում ստանում են սպառիչ ու ճիշտ պատասխանը, որոշ տեղերում ոչ։ Եկեք այս տեսանյութի շրջանակներում ես վերջին տարիներին, սիրելի հետևորդներ, գրամիձինը դեղագործական շուկայում հասցրել է զբաղեցնել իր ուրույն տեղը եւ շատ ու շատ դեղամիջոցների իր տեղը չի զիջում որակային առումով։ Գրամիձինը ուրեմն ցուցված է կոկորդի ցավի, վերին շնչառական ուղիների տարատեսակ բորբոքումների ու հիվանդությունների դեպքում։ Բացի այն, որ այն ունի նաև լավ ազդեցություն, նաև թողարկվում է տարբեր դեղաձևերի տեսքով։ Ուրեմն լինում է մանկական ենթալեզվային հաբերի տեսքով, լինում է մեծերի համար նույնպես ենթալեզվային հաբերի տեսքով, սակայն ունի երկու տեսակ՝ բոլորիդ հայտնի կանաչ գրամիձինը եւ կարմիր գրամիձինը։ Ես քիչ հետո դրանց տարբերությունները ձեզ կբացատրեմ, եւ թողարկվում է սպրեյերի տեսքով։ Դարձյալ լինում է մանկական սպրեյ եւ մեծահասակի սպրեյ տեսքով։ Սպրեյը, սիրելի հետևորդներ, շատ տարածված ուրեմն տերմին է, մենք բոլորս օգտագործում ենք, բայց դրա հայերեն տարբերակը կա, ուղղակի հազվադեպ է կիրառվում, կոչվում է ցողացիր։ Ես որ անդադ ցողացիր ասեմ, ինչ շատերը չեն հասկանալու։ Դրա համար սպրեյ եմ շեշտում, որպեսզի մարդկանց համար ավելի հասանելի լինի։ Ինչու եմ սա ասում, որովհետև կգտնվեն մարդիկ, որոնք մեկ էլ կտեսնես մեկնաբանությունների բաժնում ինձ սկսում են հայոց լեզու սովորացնել, չիմանալով, որ ես հայոց լեզուն իրենցից 1000 անգամ լավ գիտեմ։ Դրա համար շեշտում եմ, որ նորից այդ հարցին ես չանդրադառնամ։ Եվ այսպես, սիրելի հետևորդներ, շատ հաճախորդներ դեղատուն այցելելիս միշտ հարցնում են դեղագետներին կամ դեղագործներին, թե որն է գրամիձինների կանաչի եւ կարմիրի տարբերությունը։ Կա տարածված կարծիք, որ անկեղծ ասած չգիտեմ որտեղից է այդ կարծիքը տարածվել, բայց մարդիկ կան, որ պատասխանել են այդ հարցին, ասել են, որ կանաչը սովորական կոկորդի ցավի համար նախատեսված դեղամիջոց է, իսկ կարմիրը պարունակում է հակաբիոտիկ։ Միանգամից ասեմ, որ ինֆորմացիան սխալ է, սիրելի հետևորդներ։ Ուրեմն գրամիձինի եւ կանաչի եւ կարմիրի բաղադրության մեջ երկուսի մեջ էլ պարունակվում է այդ բոլորիդ հայտնի հակաբիոտիկը։ Խոսքը գրամիցիդին C-ի մասին է։ Ուրեմն տեսեք, սիրելի հետևորդներ, եւ կանաչ եւ կարմիր գրամիձինները իրենց մեջ պարունակում են ազդող նյութերի անուններն եմ տալիս։ Պարունակում են գրամիցիդին C, ինքը անտիբիոտիկ է, հակաբիոտիկ է, այդպես է կոչվում։ Գրամիցիդին C, որ ասում են, չշփոթեք վիտամին C-ի հետ, սա վիտամին C-ի հետ ընդհանրապես կապ չունի, պարզապես իր քիմիական անվանումը այդպես է։ Պարունակում է ցետիլպիրիդին, կանաչը։ Իսկ կարմիրը, բացի գրամիցիդին C-ից ու ցետիլպիրիդինից, նաև պարունակում է օքսիբուպրոկային։ Սա է կանաչի ու կարմիրի տարբերությունը։ Նորից եմ շեշտում, կանաչ գրամիձինի մեջ կա ցետիլպիրիդին եւ գրամիցիդին, այդ գրամիցիդին C-ն ինքը հակաբիոտիկ է համարվում, իսկ կարմիր գրամիձինի մեջ պարունակվում է եւ գրամիցիդին, եւ ցետիլպիրիդին, եւ օքսիբուպրոկային։ Հիմա կբացատրեմ սրանց տարբերությունը։ Սիրելի հետևորդներ, կանաչ գրամիձինի մեջ պարունակվող ազդող նյութերից գրամիցիդին C-ն համարվում է հակամիկրոբային, հակաբակտերիալ, հակաբիոտիկ նյութ։
Ցետիլպիրիդինը, որը նույնպես կանաչ գրամիդինի մեջ է պարունակվում, ազդեցությամբ ունի հակասեպտիկ ազդեցություն, այսինքն կանաչ գրամիդինը հիմնականում կիրառվում է թույլ նոր սկսվող կոկորդի ցավի դեպքում, երբ բորբոքային պրոցեսը համարյա թե կամ չկա կամ քիչ է։ Սա այն դեպքն է, որ քնից արթնանում են ու հասկանում են, որ կոկորդը ցավում է, բայց չի ցավում այն աստիճանի, որ չկարողանա գնան դասի, չկարողանա գնան աշխատանքի եւ ամբողջ օրը անկողնով պարկեն։ Հնարավոր է, որ ունենաք թեթև ցավ, թեթև մրսածություն, լինի կոկորդի ցավ ու դուք օգտագործեք կանաչ գրամիդինը եւ ստանաք հրաշալի արդյունք։ Կարմիր գրամիդինը, սիրելի հետևորդներ, այն բոլորիդ հայտնի կարմիր շարֆով դեղը, որ մեր ժողովուրդը սիրում է ասել։ Կարմիր գրամիդինի մեջ պարունակվում է եւ գրամիցիդինը, եւ ցետիլպիրիդին, եւ օքսիբուպրոկային, էլի նույն ազդեցությունն են թողնում։ Գրամիցիդինը հակաբակտերիալ, հակամիկրոբային, հակաբիոտիկ նյութ է, ունի հակաբորբոքային լավ արտահայտված ազդեցություն, սպանում է բոլոր բակտերիաներն ու միկրոբները, որոնք առկա են վերին շնչառական ուղիներում, ինչից էլ զարգանում են մի շարք հիվանդություններ։ Ցետիլպիրիդինը արդեն ասացի հակասեպտիկ է, իսկ օքսիբուպրոկայինը, սիրելի հետևորդներ, իր մեջ պարունակում է, այսինքն ոչ թե պարունակում է, հենց ինքը իր ձևով ազդում է եւ թողնում է տեղային անզգայացնող ցավազրկող ազդեցություն։ Այսինքն, եթե կոկորդի վիճակը վատ է բավականին, կա ուժեղ ցավ, ականջների ցավ, գլանները կարմրած են, կոկորդը ամբողջությամբ կարմրած է, կա թարախային անգինայի վտանգ, որ նոր կսկսի զարգանալ կամ արդեն իսկ զարգանում է, կարմիր գրամիդինը, սիրելի հետևորդներ, ամենալավ դեղամիջոցն է համարվում այս պարագայում։ Հիշեք, եթե բորբոքային պրոցեսը շատ է, ինֆեկցիան շատ է, ջերմություն եւ այլն, այսինքն մարդը գտնվում է շատ վատ վիճակում, չի կարողանում անգամ պարկած տեղից վեր կենալ, այդ կոկորդի ցավի պատճառով ու այդպիսիք մենք շատ ունենք, ջերմությունն էլ բարձրանում է մինչև 38 կամ 39, իմացած եղեք, կարմիր գրամիդինը ամենալավ տարբերակներից մեկն է համարվում։ Չնայած էլի կան դեղամիջոցներ, որոնք նույնպես լավ ազդեցություն են թողնում, բայց կարմիր գրամիդինը առաջին շարքի ընտրության դեղորայք է համարվում։ Ընդամենը սա է կանաչ ու կարմիր գրամիդինների տարբերությունը։ Եթե թույլ թեթև վիճակ է, կանաչը հրաշալի կերպով օգնում է։ Եթե այդ աստիճան սաստիկ ցավ չունեք, իսկ եթե վատ վիճակ է, խնդրեմ, կարմիր գրամիդինը լավագույն դեղամիջոցն է։ Ընտրությունն էլ արդեն ձերն է, եւ սպրեյ կարող եք ընտրել ցողացիրը փչել բերանի խոռոչի մեջ եւ դեղահաբը։ Սրանց մեջ չկա ինչ-որ առանձնապես մեծ տարբերություն, որ պարտադիր պետք է լինի դեղահաբ կամ պարտադիր պետք է լինի ցողացիր։ Ընտրում եք դուք։ Մարդիկ կան, ես պացիենտներ ունեմ, որոնք ենթալեզվային դեղահաբ ուղակի տանել չեն կարողանում։ Նույն ենթալեզվային դեղահաբը կլինի գրամիդին, կլինի սեպտոլետը, կլինի ստրեպսիլս, կապ չունի։ Մարդը կոնկրետ այդ դեղահաբերը տանել չի կարողանում, նախընտրում է սպրեյ տեսքով, սա նորմալ է։ Մարդիկ կան, որոնք չեն սիրում այդ ցողացիրը բերանի մեջ ցողել, փչել այդ սպրեյը, հա, եւ ընտրում է ենթալեզվային տարբերակը, սա էլ է նորմալ։ Ես կխնդրեմ, որ սրան այդպես հիվանդագին չմոտենան ու չֆիքսվեն, որ պարտադիր պետք է լինի հապ կամ ոչ, պարտադիր պետք է լինի ցողացիր։ Ես ինչի եմ սենց առօրեականացնում այս ամեն ինչը, որ ձեր համար ավելի պարզ ու հասանելի լինի։ Սիրելի հետևորդներ, ուրեմն գրամիդինը որպես դեղորայք, որպես դեղամիջոց նշանակում ոչ միայն լոր բժիշկները, այսինքն քիթ կոկորտ ականջաբանները, որոնք բուժում են կոկորդի ցավ, կամ թերապևտները, որոնք նույնպես հնարավոր է որ բուժեն կոկորդի ցավ, նշանակեն որոշ դեղամիջոցներ, այլ նաև գրամիդինը նշանակում են ատամնաբույժները, ստամատոլոգները մեզ բոլորիս հայտնի։ Ինչու՞։ Որովհետև գրամիդինը իր ամբողջ բաղադրությամբ այնպիսի մի համակցված դեղամիջոց է, ռուսերեն կոչվում է կոմբինիրованный պրեպարատ, այնպիսի համակցված դեղամիջոց է, որ կիրառվում է երկու պարագայում էլ, որովհետև ցուցված է ինֆեկցիոն բորբոքային վիճակների ժամանակ։ Դրանից ինչպիսիք են, այսպես ասեմ, անգինան, տոնզիլիտը, ֆարինգիտը, լարինգիտը, պարադոնտոզը եւ ստոմատիտը։ Ստոմատիտը գիտեք, դա ատամնաբուժական պրակտիկայում է հիմնականում հանդիպում այդ հիվանդությունը եւ դա բուժում են հիմնականում ստամատոլոգները։ Ֆարինգիտը, լարինգիտը, տոնզիլիտը դուք բոլորը դրա մասին շատ լավ տեղյակ եք, մեր բնակչության երևի թե 30-40%-ը կեսուն են ֆարինգիտ, կեսուն են լարինգիտ, հիմնականում մանկաբարձ դասախոսները։ Դրա համար, սիրելի հետևորդներ, ինքը ոչ միայն համարվում է կոմբինացված դեղամիջոց, այլ նաև լայն սպեկտրի է։
Ես ինչի եմ այսքան մանրանում, եթե կհանդիպեք ենթադրենք դեղատոմս, գնացել եք բժշկի, ենթադրենք գնացել եք ատամնաբուժի մոտ, պարզվել է, որ ձեր մոտ ստոմացիտ է եւ համապատասխան դեղամիջոցներից բացի նաեւ նշանակված է գրամիձին, չզարմանաք ու չսկսեք բժշկին փնովել, որ բժիշկը անգրագետ է, ոչ մի բան չի իմանում, ոչ, հակառակը, հենց ամենախելացի մասնագետն է, եթե ձեզ նշանակում է գրամիձին, որովհետև հստակ ցուցումը դրված է դեղի ներդիր թերթիկում, իսկ եթե մի բանը գրված է դեղի ներդիր թերթիկում, ուրեմն դա բեկման ու փոփոխման ենթակա չէ։ Գրամիձինը սիրելի հետևորդներ, ուրեմն եթե կանաչն ու կարմիրի մասին ենք խոսում, ուրեմն հակացուցված են մինչև 4 տարեկան երեխաներին եւ հղիներին միայն առաջին եռամսյակում, իսկ մանկական գրամիձինը ցուցված է մինչև 4 տարեկան երեխաների։ Դրա համար եթե ձեր բալիկը մինչև 4 տարեկան շեմին է գտնվում, 2 կամ 3 տարեկան է, պարտադիր վերցնում եք մանկականը։ Եթե ձեր երեխան 4 եւ բարձր է, վերցնում եք արդեն այստեղ բժիշկն է նշանակում կամ կանաչը կամ ասենք կարող է փոխել սպրեյի տարբերակը նշանակել, որովհետև գիտեք, որ ենթալեզվային հաբերը ոչ բոլոր երեխաներն են, որ կարողանում են ընդունել։ Սիրելի հետևորդներ, ընդունման կարգը ենթալեզվային հաբերը կիրառում են 1 հաբից օրական 3-ից մինչև 4 անգամ։ 4-ը են ամենածայրահեղ դեպքում են տալիս։ Մաքսիմալը հիմնականում համարվում է 3 անգամը, բայց լինում են դեպքեր, որ բժիշկը բացառություն անում, նշանակում է 4 անգամ, երբ որ շատ վատ վիճակ է տվյալ պացիենտի մոտ։ Յուրաքանչյուր հաբը ընդունելուց հետո ուղիղ 30 րոպե չի կարելի խմել ջուր կամ ընդունել որևէ սնունդ, որովհետև ենթալեզվային հաբը պետք է մնա բերանի խոռոչում լեզվի տակ, որպեսզի այն ցուցաբերի իր թերապևտիկ ազդեցությունը։ Յուրաքանչյուր, եթե նշանակված է 3 անգամ, յուրաքանչյուր 2-3 ժամը 1 դեղահաբը ընդունում եք։ Եթե 4 անգամ, էլի յուրաքանչյուր 2-3 ժամը 1 հաբը ընդունում եք։ Այս սխեման ես խնդրում եմ չխախտել ու չփոփոխել։ Սա հստակ դրված ալգորիթմ է հենց կոնկրետ կոկորտի ցավի համար նախատեսված պաստեղների դեպքում։ Իսկ մանկականը, որը նախատեսված է մինչև 12 տարեկան երեխաներին, եւ գրամիձին ձեցկին են դեղին շարֆիկով դեղն է, որ բոլորը տեսել եք դեղատանը, դա էլ նախատեսված է մինչև 4 տարեկան երեխաներին, ցուցված է 1 հաբից օրական 1 կամ մաքսիմում 2 անգամ։ Բայց իմացած եղեք, մանկական պրակտիկայում երեխաների հետ կապված լավ կլինի, որ ձեզ նշանակի մանկաբույժը։ Եթե չունեք հնարավորություն մանկաբույժին հասնելու, նոր դիմեք դեղատանը, դեղագետին, բայց ցանկալի է, որ երեխաների հետ կապված բոլոր դեղորայքները բացառապես նշանակի մանկաբույժը։ Սիրելի հետևորդներ, գրամիձինի մասին մեր այսօրվա տեսանյութը այսքանն էր։ Ես հուսամ, որ տվեցի այն միակ հարցի պատասխանը, որ շատերին տանջում էր։ Եթե հարցեր ունեք, գրեք մեկնաբանությունների բաժնում, ես ընթացքում անպայման կանդրադառնամ։ Լավ մնացեք, իսկ մենք կհանդիպենք արդեն մեր հաջորդ հաղորդաշարի ժամանակ։